Սկսվեց բեկումնային մայիսը։ Ինչու եմ վստահ, որ այս տարվա մայիսը կլինի վճռորոշ եւ բեկումնային։ Խոսեմ փաստերով։ Առաջին. Պուտինը Լավրովի, Պատրուշեևի, Նարիշկինի եւ Շոյգուի շուրթերով վերջնականապես մերժեց անհապաղ եւ առանց նախապայմանների զինադադարի Թրամփի եւ Ուկրաինայի առաջարկը։ Երկրորդ. Չնայած Թրամփի կոշտ զգուշացումներին, Պուտինը շարունակում է հրթիռակոծել Ուկրաինայի խաղաղ բնակավայրերը, այս անգամ Օդեսան։ Երրորդ. Երեկ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան վերջապես ստորագրեցին միներալների եւ այլ հոգտակար հանածոների գործարքը, որը լրիվ համապատասխանում է Ուկրաինայի սահմանադրությանը, իրավահավասար է եւ հավասարապես ձեռնտու է երկու կողմերին։ Չորրորդ. Այդ գործարքի կնքումից անմիջապես հետո Թրամփը Ուկրաինային թույլ տվեց գնել $50 միլիոն ամերիկյան զենքի առաջին խմբաքանակը, որը սրանից հետո շարունակական բնույթ կստանա, իսկ Պետդեպարտամենտը հաստատեց, որ ամերիկյան զենքի մատակարարումներն այսուհետ կկրեն հասցեական եւ անխափան բնույթ ուղիղ կոմերցիոն վաճառքի սկզբունքով, այսինքն չպահանջելով ԱՄՆ կառավարության հատուկ թույլտվություն։ Հինգերորդ. Երեկ հանրապետական շատ ազդեցիկ սենատոր Լինցի Գրեմը, ստանալով Սենատի գերակշիռ մեծամասնության 100-ից 72 հոգու հավանությունը, իր կողմից առաջարկված երկուսացան օրենքի, որը ենթադրում է 500% տարիֆներ ռուսական նավթ ներկրող երկրների հանդեպ, փաստացի Ռուսաստանի հանդեպ նավթային էմբարգո հայտարարեց, Պուտինը ստիպված կլինի ընտրություն կատարել խաղաղության եւ տնտեսական ջախջախման միջև։ Հինգերորդ. հենց իրենք ռուսները արդեն չեն էլ թաքցնում, որ Ռուսաստանի տնտեսության ռեսուրսները սպառվում են, մնացել են հաշված ամիսներ տնտեսական կոլապսից առաջ։ Վեցերորդ. երեկ Ուկրաինայի ռադայում հայտարարեցին, որ Ուկրաինան շատ մեծ առաջընթաց է գրանցել սեփական արտադրության հեռահար հրթիռների մշակման գործում եւ մայիսի 9-ին բացի ԱԹՍ-ներից Ռուսաստան կայցելեն նաև հեռահար հրթիռները։ 7-րդ. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում եւ հետնաբեմում արտաքին քաղաքական հարցեր էլ փորձելու լուծել։ Ես այլևս վստահ եմ, որ առաջին ԱՄՆ վերնախավի եւ հավաքական արևմուտքի կողմից Պուտինի ռեժիմը տապալելու վերջնական որոշումը այլևս կայացված է։ Պուտինը արդեն խանգարում է բոլորին եւ դարձել է վտանգավոր քաղաքակիրթ մարդկության համար։ Երկրորդ, Ուկրաինայի ձեռքերը այլևս կապված չեն, ինչպես մենք դա բազմիցս տեսել ենք Բայդենի կառավարման ժամանակ, երբ Արևմուտքը կարող էր տապալել Պուտինին 2022 թվականի ամռան եւ աշնան եւ 2023 թվականի գարնան ու ամռան ամիսներին։ Եվ երրորդ, ռուսական չարիքի կայսրության վերջնական փլուզումը արդեն շատ մոտ է եւ հայ ժողովուրդը պիտի պատրաստ լինի իր քայլը անելու Հայաստանը վերջնականապես ազատագրելու եւ քաղաքակիրթ երկրների շարք կանգնելով կայուն զարգացման ճանապարհը բռնելու համար։ Ի գործ, հաշված ամիսներ անց առաջին հանրապետությունը վերածնվելու է։ Facebook-յան իր էջում գրում է Վահե Գասպարյանը։ Պակիստանի պաշտպանության նախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի կողմից ռազմական ներխուժումն անխուսափելի է։ Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆը հայտարարել է, որ երկիրը ամրապնդել է իր ուժերը, քանի որ դա այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում անհրաժեշտ է ռազմավարական որոշումներ կայացնել եւ դրանք ընդունվել են, ասել է նա Reuters գործակալությանը։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ արդեն թուրքական 6 ռազմական բեռնափոխադրող օդանավ է ուղևորվել Պակիստան, տեղափոխելով հակաօդային պաշտպանության համակարգեր, նաև հրթիռներ Բայրակթար անօդաչուների համար։ Դա տեղի է ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև իրավիճակի թեժացման կամ լարվածության աճի ֆոնին, որ տեղի է ունենում օրեր առաջ Քաշմիրում իրականացված խոշոր ահաբեկչությունից հետո։ Այդ ահաբեկչության զոհ էին դարձել մի քանի տասնյակ մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել։ Հնդկական մամուլը տեղեկություն տարածեց, որ Դելին տիրապետում է տեղեկատվության, որ Քաշմիրում ահաբեկության առնչություն ունեն Պակիստանի հատուկ ծառայությունները։ Իսլամաբադը կոշտ էր արձագանքել պահանջելով ապացույցներ։ Անցնող օրերին երկու երկրների սահմանին եղել են փոխհրաձգություն։ Ինչպես առիթ ունեցանք անդրադառնալ այդ թեմային անցնող օրերին, կասկած չկա, որ այդ լարման վրա շատերը կփորձեն ձեռքեր տաքացնել եւ Անկարան թերևս դրանց թվում է։
Իհարկե կա Պակիստանի հետ ռազմական գործընկերությունն ու գործնականում դաշնակցային հարաբերությունը, բայց խնդիրը թերևս դա չէ, որ Թուրքիան կատարում է դաշնակցային պարտք։ Կոնֆլիկտը Անկարային կարող է հնարավորություն տալ ավելացնել ազդեցությունը ռեգիոնում, այդպիսով հակազդելով ոչ միայն Հնդկաստանի քաղաքական կշռի ընդլայնմանը, որի արեալում Դելին դիտարկում է նաև Կովկասը, այլ նաև այդ կերպ բացելով կենտրոնասիական մեծ ռեգիոնի առնչությամբ իր դերը բարձրացնելու հնարավորություններ։ Նվազագույնը Անկարան թերևս լավ է պատկերացնում, որ հնդկա-պակիստանյան լարվածությունը լոկ պահի տակ ստեղծվող իրավիճակ չէ, այլ աշխարհաքաղաքական ռեբուսի մի դրվագ, որն ամենևին պատահական չէ, որ ծագեց ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի Հնդկաստան այցի օրը։ Քաշմիրում ահաբեկությունը տեղի ունեցավ հենց այդ օրը։ Իդեպ ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ այս օրերին Հնդկաստանում էլ վայրեջք են կատարել ամերիկյան ռազմատրանսպորտային օդանավեր։ Կբախվեն այնտեղ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը, թե կարող է աշխատել այլ սցենար, երբ համատեղ թեժացնելով ռեգիոնը փորձ կարվի բարձրացնել ջերմությունը Չինաստանի ուղղությամբ։ Օրերս Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Ուիտկով հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել էր, որ հաջողվել է ավելի մերձեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցի, այլ նաև միջազգային այլ հարցերի վերաբերյալ։ Հատկանշական է, որ առայժմ Վաշինգտոնն ու Մոսկվան կարծես թե չեն շտապում դիրքորոշում արտահայտել Դելհի-Իսլամաբադ լարվածության աճից բխող ռիսկերի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության հետախուզության ղեկավար Նարիշկինը մի քանի օր առաջ Ադրբեջանում էր, Պակիստանի դաշնակից երկրում, որը միաժամանակ ՌԴ-ի համար կարևոր օղակ է Սանկտ Պետերբուրգից Մումբայի հնդկական նավահանգիստ հյուսիս-հարավ մեծ երթուղու համար, որ մի քանի տարի առաջ Իրանում բարձրաձայնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նարիշկինը Բաքվում խոսել էր Աֆղանստանի ապակայունացման վտանգների մասին, իսկ Բաքվի այցից հետո նաև բարձրաձայնել ԱՄՆ հետախուզության ղեկավարության հետ հանդիպելու հնարավորության մասին։ Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ եւ բարեկեցիկ կյանք։ Ադրբեջանայցից առաջ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Առաջին հայացքից այսպես ասած ստանդարտ դիվանագիտական ոչ պարունակող այս հայտարարությունն իր մեջ թերևս պարունակում է Բաքվին ուղղված որոշակի նախազգուշական տողատակ։ Իրանի նախագահը, որը ապրիլի 28-ին մեկնարկել է այցն Ադրբեջան, Իլհամ Ալիևին ակնարկում է, որ եթե Ադրբեջանը որևէ կերպ նպաստի Իրանում հանգստության խաթարմանը, ապա Իրանը թերևս լիովին հնարավորություն ունի խաթարել Ադրբեջանում Իլհամ Ալիևի եւ իշխանության հանգստությունը։ Խոսելով երկու ժողովուրդների համար հանգիստ եւ բարեկեցիկ կյանք ստեղծելու մասին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ըստ ամենայնի շոշափում է այն հավակնությունները, որ Իրանի հյուսիսում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված տարածքների առնչության թերևս ստացում է Բաքվի իշխանությունը, այն հույսով, որ այդ հավակնությունները մի օր կարող են պահանջված լինել Իրանի դեմ ավելի խոշոր աշխարհաքաղաքական գործողությունների եւ հավակնությունների շրջանակում, որ ունեն Իրանի հակառակորդները։ Ավելին, ինչպես հայտնի է, Իրանը ներսից պայթեցնելու այսպես ասած թեորիան ոչ պակաս տարածում ունի որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում, որքան Իրանին հարվածելու նրանց ձգտումը։ Իսկ ներսից պայթեցնելու հարցում իհարկե առանցքային ռեսուրս դիտվում են հենց էթնիկ ադրբեջանաբնակ շրջանները եւ այդ հարցում էլ Ադրբեջանը։ Այստեղ հատկանշական է այն, որ Իրանի նախագահ Փեզեշքյանն ինքը ծագումով էթնիկ ադրբեջանցի է, ինչպես ի դեպ նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին։ Ընդ որում այդ հանգամանքը մեծ արձագանք էր գտել նաև Հայաստանում, երբ հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ է ընտրվել Փեզեշքյանը։ Այդուհանդերձ այստեղ իրողությունները շատ ավելի բազմաշերտ ու բարդ են, քան առաջին հայացքից արվող էթնիկ հիմքով եզրահանգումները։ Իրանի կառավարող էլիտայում այդ ծագմամբ քաղաքական գործիչները եւ ընդհանրապես թյուրքախոս շրջանակները քիչ չեն, սակայն նրանց քաղաքական գիտակցության եւ աշխարհայացքի ձևավորումը էթնիկ հիմքով չէ, այլ իրանյան պետականության եւ կայսերական հետագծի։ Եվ այդ համատեքստում է նաեւ Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը։ Այդ իմաստով Մասուդ Փեզեշքյանի առաջին հայացքից բարի դրացիական խոսքի տողատակում թերևս բավականին շոշափելի ակնարկ է, որ
Իրանն ունի Ադրբեջանի հանրության հանգիստ եւ բարեկեցիկ կյանքի հանդեպ բավականին կարող թելեր, եթե հանկարծ Ադրբեջանը որևէ կերպ մտածի Իրանի ներսից պայթեցնելու որևէ կոնֆիգուրացիայի թելը թելելու մասին։